անկախություն բացարձակ արժեք է, անգամ այս ծանր փորձությունների գնով, անգամ այս ծանր կենցաղի գնով անկախությունը քննարկման կարիք չունի։ Վազգեն, վերջին սպարապետը։ Ոչ մի ենթատեքստ վերնագրում չկա, պարզապես նա 20-րդ դարի վերջին հայ սպարապետն է։ Վազգեններ կան, լինելու են, ու կյանք շարունակվում է, ու պիտի իր արած գործը մենք շարունակենք ու երբեք չհուսահատվենք, որովհետև վազգեններ կան։ Մոսկվա կինոթատրոնի դահլիճում ներկա մշակութային, քաղաքական, հասարակական գործիչներին պարզապես հանդիսատեսին միավորել էր սպարապետ Վազգեն Սարգսյան երևույթը։ Մարտի 5-ին սպարապետի բառերով ասած իր գիժ ամսում նրա ծննդյան օրը էկրան բարձրացավ Վազգեն վերջին սպարապետը կինոնկարը։ Կարող եմ հաստատ ասել, կջղայնանար շատ, հուսով եմ, որ հիմա վերևից նայում ու շատ չի բարկանում ինձ վրա, որովհետև ինքը չէր սիրում, երբ իր մասին կենացներ էին խմում, իր մասին երգեր էին երգում, ել չեմ խոսում, որ տեսնել որ ֆիլմ ենք նկարահանել։ Կեսագրական այս ֆիլմում ներկայացված են Վազգեն Սարգսյանի կյանքի գրեթե բոլոր փուլերը՝ 1 տարեկանում խեղդվելուց հրաշքով փրկված երեխայից մինչև ֆուտբոլիստ դառնալ երազող, պարբերաբար սիրահարվող պատանին, ցեմենտի գործարանում պարկեր շալակող երիտասարդը ու գրական աշխարհում առաջին քայլերը կատարող տղամարդը։ Արդարության, ազատության եւ հայրենիքի համար կռիվ տվող, չհանձնվող, պահանջկոտ ու խիստ հասուն այր։ Ֆիլմում չկան հորինված դրվագներ, իհարկե Վազգեն Սարգսյանը թե ուշադիր լինեք, անգամ իր կոկորտի վրա փոքրիկ նշան ուներ, կուկուրուզի հատիկ է կանգնել իր կոկորտին եւ 1 տարեկան է եղել, այդպես փոքրիկ կտրվածք են արել ու ասել են որ երեխան մահացած է, բայց ապրել է ինքը, այնտեղ շատ քիչ քանակությամբ ըստ երևույթին օդ է կարողացել շնչի ու այդպես ապրել է մինչև ծնողները հորեղբոր Կարլենի եւ Նոնոյի հետ տեղափոխել են Երևան։ Ասում է մինչև այս ֆիլմը բոլորն իրեն պապին, Խորեն Աբրահամյանին էին նմանեցնում։ Հիմա շատ բան է փոխվել, իր եւ Վազգեն Սարգսյանի միջև ընդհանրություններ շատ են տեսնում։ Մեկին մեկ չեմ փորձել անել, որովհետեւ դա կնմանվեր ինչ որ տնազ անելում կամ մուլտիպլիկացիոն ինչ որ բանի կնմանվեր, փորձել եմ մեկին մեկ չանել, այլ ընդհանրապես ներվը, տղամարդկությունը, մտածելակերպը, էությունը հասցնել հանդիսատեսին։ Վազգեն Սարգսյանի մասին պատմություններ դերասանը առաջին հերթին պապից ու հորից է լսել։ Այսպիսի մի դրվագ է պատմում։ Իմ հայրը ականատես է եղել ոնց որ Սունդուկյան թատրոնի գեղարվեստական ղեկավարի սենյակում, երբ Վազգենը Խորեն Աբրահամյանին ասել է ես քո Սարոյան եղբայրների Գևորգի կերպարով եմ մեծացել վարպետ։ Խորեն Լևոնյանն ասում է, որ իր համար ֆիլմի բոլոր դրվագներն էլ էմոցիաներով հարուստ են եղել ու նյարդ են պահանջել, բայց իրեն հոգեհարազատ են հատկապես Վազգեն Սարգսյանի հետևյալ տողերը։ Ֆիլմում ինձ շատ դուր է գալիս այդ արտահայտությունը, որ ասում եմ մենք միշտ դռները բացել ենք ու ասել ենք, այս մեր տունն է, արի մեզ սպանի, արի մեզ կեր, մեր բարիքը, ու եթե ինչ-որ մի խել առել որոշել է դիմադրել ու ինչ-որ բան անել, մեր ձեռով հերն անիծել ենք։ Երևի այդ միակ բանն է, որ ոչ թե կուզեի փոխվեր, այլ կուզեի չլիներ, կուզեի ուրիշ տեսակ մի քիչ մենք մտածենք, որովհետև մենք մեզ շատ ենք թերագնահատում, այս վերջերը շատ եմ նկատում, կամ մենք մեզ թերագնահատում ենք շատ, կամ գերագնահատում ենք շատ։ Մեր հաղթանակների գլխավոր պտուղը դա պետք է լինի, թե ինչ մշակույթ, ինչ արվեստ ենք տալիս սերունդներին, ում են նայում, ում են ուզում նմանվեն։ Դուշման Վարդանը, Մոնթեն, Վազգենը ու էլի շատ նվիրյալ տղերք, ինչի վրա են մեծացել դաստիարակվել։ Սովետական ֆիլմերի, որոնք քարոզում էին ֆաշիզմի վերջը, սովետական ֆիլմերի, որոնք քարոզում էին հայրենիքի համար արունդ հապել, հայրենիքի համար զոհվել, հայրենիքի համար հաղթել։ Իսկ մենք ոնց որ այդ տեսակի ֆիլմեր չունենք։ Սպարապետի մորը Գրետա Մայրիկին մարմնավորել է Մարջան Ավետիսյանը։ Սոֆի Լորենի հետ զուգահեռներ տանելով Վազգենը մորը դիմում է Սոֆի։ Դերասանուհին յուրահատուկ էմոցիաներ է ապրել կերպարը ստեղծելիս։ Ֆիլմը դիտելու ընթացքում էլ մտովի տեղափոխվել անցյալ ու շատ բան է վերապրել։ Ցավը այն ժամանակ մամաները ուրիշ կերպ էին ընկալում, նույնն է, որովհետև այսօր մենք շատ ունենք այդպիսի մայրեր նաև։ Ու որոնց ցավը էլ ավելի մոտից ենք տեսնում, քան այն ժամանակ։ Այո, մեր ապրումակցումը քիչ չի ասի վտանգված է, երբեմն բացակայում է։ Ես հուսամ, որ ֆիլմը ինչ որ հույզեր կառաջացնի, մենք փորձենք հասկանալ ով ենք մենք,
ինչի համար էինք, ինչի համար պիտի լինենք վաղը եւ արդյոք պիտի լինենք թե ոչ։ Քաղաքական գործիչ Վազգեն Սարգսյանը շատ քիչ է ֆիլմում։ Ընդգրկվել են միայն այն դրվագները, որոնց մասին իմացել են տանիքը։ Ասում են, նա տանը քաղաքական թեմաներով գրեթե չէր խոսում։ Վախենում եմ անտարբերներից, արկածախնդիրներից, ընդդիմության ատելությունից, իշխանության լկտի անալուց, գործարարների ագահությունից։ Մեկ էլ վախենում եմ երկիրը կորցնել չվախեցողներից։ Ֆիլմում նկարահանվել են վաստակավոր արտիստ Լուիզա Ղամբարյանը, Մխիթար Ավետիսյանը եւ ուրիշներ։ Երաժշտության հեղինակը Արմեն Մարտիրոսյանն է, բեմադրող նկարիչը Արմեն Ղազարյանը։ Սցենարի հեղինակներն են Լևոն Գալստյանն ու Արամ Կարապետյանը, որը նաեւ ֆիլմի բեմադրող ռեժիսորն է։ Արմինե Գևորգյան, Գագիկ Սիմոնյան, Ռադիոլուր։